Շատ դեպքերում մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները այնտեղ են տարածաշրջաններում, որտեղ ինքը ազգային անվտանգության կամ ռազմավարական հետաքրքրություններ չունի, շատ արագ տարածաշրջանից հրաժարվի։ Հրաժարվեց նաև Աֆղանստանից, հրաժարվեց նաև մի շարք այլ տեղերից, այդ թվում նաև ահռելի ներդրումներից հետո։ Այնպես որ սրանք որ ասում են այդպիսը ներդրումները իրենց շահորել են Հայաստանի անվտանգությունը խաղացումը, դա ևս կեղծիք է, դա ևս սուտ է, դրան պետք չի հավատալ։ Ինչը պետք է իմանալ, նախ փոխված աշխարհում եւ նաեւ մեր ռեսուրսները պակասած, նվաղած եւ թուլացած ռեսուրսների պարագայում մենք պետք է կարողանանք արդեն նոր ազգային անվտանգության ռազմավարություն մշակել, որում շատ արագ, որտեղ փոխվել են բոլոր պարամետրերը, այդ ռազմավարությունը գրելու եւ իրականում կյանքի կոչելու համար փոխվել է պետական ինստիտուցիոնալ համակարգի կարողությունները, փոխվել է տեխնոլոգիական հնարավորությունները, փոխվել են տեղեկատվական անվտանգության կանոնները, բնույթը, փոխվել է կիբերանվտանգության ամբողջական համակարգը, փոխվել է մարդկանց վերաբերմունքը պետություն ունենալու եւ ընդհանրապես քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը, դա ևս կորել է, հետո շատ բարդ իրավիճակում եւ Հայաստանի նաեւ աշխարհագրական դիրքը հաշվի առնելով մենք պետք է, այսինքն մենք ասելով նկատում Հայաստանի քաղաքականությամբ զբաղվող բոլոր մարդիկ լինեն իշխանության մեջ, լինեն ընդդիմության մեջ, այսօր վաղը մյուս օրը երբեք որ լինի, որտեղ դա բոլորի խնդիրն է, անվտանգությունը չի սպառնում միայն ընդդիմադիրներին, ընդդիմադիրներին սպառնում է բանտը, բայց երբ որ անվտանգությունը արդեն դառնա իրական սպառնալիք ֆիզիկական իմաստով կամ կենսաբանական իմաստով կամ բարեհոգեբանական իմաստով, տեղեկատվական տերորի իմաստով, այդտեղ չի հարցնելու ով անդիմություն, ով իշխանություն, ով հարուստ, ով աղքատ, ով ինչով է զբաղվում կամ ով որտեղ է ապրում։ Սա ընդհանուր սպառնալիք է։ Հետևաբար բոլորը միասին պետք է կարողանան այս առաջին հերթին մշակել ռազմապաշտպանական նոր մոդել, որովհետև մենք այլևս այդ, այսպես ասած, մասշտաբային հնարավորությունները չունենք պաշտպանելու, կազմակերպելու պաշտպանության այնպիսի մակարդակ, որ ենթադրում է ստրատեգիական խորություն, տակտիկական հնարավորություն, մեր ամբողջ պետք է տեղավորվի տեխնոլոգիական եւ կիբերտարածքում եւ այդտեղ մենք պետք է ունենանք գերակայություն Ադրբեջանի նկատմամբ, բոլոր իմաստներով գերակայություն։ Այսինքն, եթե մեր բնակավայրերը Ադրբեջանի թիրախիտակ են, Ադրբեջանի կիբերտարածությունը պետք է մեր թիրախիտակ լինի, չեմ ասում անդրադարձենք, բայց իրենք իմանան, որ Հայաստանի Հանրապետությունը ունի այլ արդյունության վրա, որը ոչ պակաս, եթե չասեն նաև կարևոր, գուցե նաև ապագայի համար դառնա ավելի կարևոր, գեր ազդեցություն ունի իր վրա, այսինքն ունի հակազդելու հնարավորություն։ Բալանսներն այդպես են պահում։ Այնպես չի, որ Ադրբեջանը գնաց մի հատ 30 առավ, մենք գնանք 230 առնենք ու ասենք կամ Հնդկաստանից զենքերին ասենք, դա դրա ժամանակը արդեն, ոնց ասած, նախորդ 20-30-50 տարիներին է եղել, առաջիկա 10-20-30-50 տարիների համար դիմելու է անվտանգությունների ապահովման, հասարակությունների, պետությունների անվտանգության ապահովման նոր մոդել։ Հիմա որ նայում ենք Նացիոնալների պաշտպանական ռազմավարությունը վերջերս հրապարակված, մենք նախորդ նայել ենք 22 թվականին, ընդամենը 4 տարում ամբողջությամբ վերանայել են ինչպես ստրատեգիական հետաքրքրությունները, այնպես էլ ռազմապաշտպանական կարողությունները եւ դրանց գործիքակազմը։ Նույնը անում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այսօր Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը եւ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում իրենց ռազմական գործողությունների զուգահեռ արդեն իսկ մշակում են ապագա ռուսական բանակի եւ Ռուսաստանի անվտանգության տեխնոլոգիաները։ Այն անում են Եվրոպայի մի շարք երկրներ, մասնավորապես Գերմանիան, մասնավորապես Ֆրանսիան, չգիտեմ, Չինաստանը չեն կարող ասել, չեմ ուսումնասիրել, բայց այսօրվա աշխարհում հսկայական միջոցներ են տրամադրվում ռազմատեխնիկական, կիբեր եւ տեղեկատվական անվտանգության ապահովման համար, որովհետեւ դրանց պարագայում է հնարավոր արդեն ապահովել տնտեսական անվտանգությունը, բնականոն կյանքը, հանրային համերաշխությունը եւ ընդհանուր առմամբ բազմամշակութային հարաբերություններում առանց բախումների իրավիճակներ։ Մենք պետք է կարողանանք արտաքին քաղաքականության նոր մոդել մշակել, որտեղ հիմա ինչ-որ վարվում է Հայաստանում, վերջին տարիներին դա արտաքին քաղաքականություն չի։ Դա արտաքին ավենտյուրա է, դա ուրիշների ցանկությունների շրջանակում սեփական ժողովրդին խաբելու
տեխնոլոգիաներ են, մշակույթ է ձևավորվել, իրանց մոտ խաբել, իրանց ասում են կգնաք ես ինչ բանը կանեք, իրենք գալիս են ասում են ոնց անենք, պետք է անես բան գտնենք, որ ժողովուրդը չջոկի, որ մենք իրականում ինչ ենք ուզում անք, եկեք լավ բաներն ասեք, Արցախ Հայաստանը եւ վերջ, ինչ վատ բաներ որ ժողովրդի համար, մեծ մասը ասում են շատ է լավ բան է, ինչ վատ բան է, ես մենք տեսանք ինչ վատ բան, հիմա ասում են խաղաղությունը եկել է, վերջ արդեն, ինչ վատ բան է որ, եթե դու չես խորանում, դրա գալու ճանապարհները եւ արդյոք եկել է կամ ինչ տեսքով է եկել, կամ ում համար է եկել, հետո հասկանում ես, որ չէ, սա մեծ հաշվով մեծ խաբերություն, այսինքն արտաքին քաղաքականությունը պետք է աշխատի Հայաստանի Հանրապետության օգտին։ Հիմա Եվրոպական համայնքը, որ իր հաջորդ հավաքը որոշել է իրականացնի Երևանում, մայիսի 4-ին, լավ է, ով ասում, որ վատ է, թվում է առաջին հայացքից թվում է, թե արտաքին քաղաքական մեծ հաջողություն է, տեսեք, միանգամից 50 եւ ավելի երկրների բարձրաստիճան պատվիրակություններ եկել են Հայաստան։ Նախկինում էլ էին գալիս, բայց նախկինում գալիս էին մի Հայաստան, որը որ ուներ ինքնուրույնություն, ուներ դիմագիծ, ուներ ձեռագիր, ամբիցիա աշխարհում, իր անվտանգության, իր զարգացման, իր ազգային շահերն առաջ տանելու, այսօր գալիս է մի տարածք, որը շատ հնարավոր է, որ օգտագործվի աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակների համար, Իրանի դեմ, Ռուսաստանի դեմ, միջին միջանցքը Չինաստանից ապրանքները արևմտյան վերահսկողության տակ բերելու դեմ, մայիսի 4-ին էլ գալիս են, որ մայիսի 5-ից արդեն քարոզարշավում մեր այսպես կոչված իշխանությունները ժողովրդին ասել է ժողովուրդ ջան, ինչ եք ուզում, ամեն ինչ արել ենք ձեր համար, էլ ինչ անենք։ Ղարաբաղն էլ տվեցի ինչ, ասիկն հիմա իրանց քաղաքականությունը բերում աներան, որ ժողովրդի մոտ, լավ է ժողովրդին դե ուղիղ չեն մեղադրում, ասում դուք եք մեղավորում, չեմ Ղարաբաղը չենք տվել։ Տեսակ ինչ լավ է, որ Ղարաբաղը տվեցին, տեսակ ինչ լավ է, որ Սյունիք էլ արդեն մեր ամերիկացիներն է վերահսկում կամ չգիտեմ ուրիշներն է վերահսկում, Թուրքիան է վերահսկելու իրենց համարը։ Այսինքն այս կարգի տեղեկատվական ներքին խնդիրները, որոնք անվտանգային սպառնալիքներ են նաև հանդիսանում, հեշտությամբ մանիպուլյացնելի է, դրա համար ես առաջ շատ երկար մտածում եմ լավ, իրանք ոնց են առանց ազգային անվտանգության ռազմավարության կարողանում կառավարել երկիրը, որտեղ դա ընդհանուր կանոններ են, ընդհանուր խնդիրներ են, սկզբունքներ են դրված պետական կառույցների, հանրային կառույցների առաջ, որ յուրաքանչյուրը գիտի իր գործի գնալու նպատակը որն է։ Հետո հասկացա, որ չէ, ընդհակառակը իրանք հատուկ չեն անում, որտեղ դա իրանք սպանդարում է, որտեղ իրանք չգիտեն ինչ են անում։ Երբ որ 21 թվականին գրեցին Մինսկի խումբ, Հադրութի, Շուշի, դեօկուպացիա բան, հետո 22 թվականին գնացին ամբողջությամբ վերածնի անձնեցի, ես հասկացա, որ չէ, այսինքն այս մարդկանց ազգային անվտանգության ռազմավարությունը ձեռները կապելու է, իրանք պետք չի, իրանք որտեղ չգիտեն հաջորդ իրանք ինչ են ասելու անել։ Հետևաբար մինչև այսօր են նույնիսկ չեն մտածել դրա մասին։ Իրանք չգիտեն, ես չգիտեմ օրինակ, եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զորավարժություն անցկացնեն, որն է լինելու այդ զորավարժության խնդիրը, հավանական հակառակորդ ցանկացած զինված ուժ, ունի հավանական հակառակորդ հաստատություն։ Կամ սպառնալիքներ, ով է, այսինքն հավանական բարեկամներ, հա, ուցան դեն զորավարժություններ անելու, դա ամեն օր է արվում, կարծում եմ, սա իհարկե կատակի տեսքով։ Հիմա այս բոլոր խնդիրների մեջ պետք է անվտանգային բոլոր մակարդակներ եւ բոլոր բաղադրիչների համար ունենալ հստակ մշակված հայեցակարգեր։ Եվ այդ հայեցակարգերն էլ արդեն կդառնան, որովհետև ամենայն հավանականությամբ Հայաստանի համար իմ կարծիքով իհարկե այսօր այդ եւ շատ երկար ժամանակ ճիշտ կլինի կոալիցիոն կառավարման սկզբունքը եւ մեկ ուժի երիշխանությունը, ինչպես տեսնում ենք, շատ վտանգավոր ու ռիսկային է, հատկապես սխալվելու մեծ հավանականությամբ պարագայում, որտեղ զսպումների եւ հավասարակշռումների մեխանիզմը եւս չկա, դա եւս անվտանգային էլեմենտ է ներքին կառավարման իմաստով։ Հետևաբար, որպեսզի կոալիցիաները կարողանան աշխատել, այդ նույն կոալիցիաները պետք է միաժամանակ, այսինքն քաղաքական ուժերի իրական գործով քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը պետք է կարողանան կոնսենսուս ունենալ ապագա տարիների համար, դա կլինի միջնաժամկետ կամ երկարաժամկետ, չնայած երկարաժամկետի հիմա շատ դժվար է մշակել, այդ թվում նաև մեծ պետությունների համար, այդ գոնե կարճաժամկետ եւ միջնաժամկետի համար առաջիկա 10-15 տարիների համար ունենալ
մշակված, հիմնավորված, փաստարկված եւ հայ ժողովրդի հայկական ամբողջ աշխարհի հայկական կապիտալի, հայկական տեսակի ինքնության բոլոր կոմպոնենտների հայ հասարակությունը ձևավորող եւ նրանց զարգացման ուղի մեջ պահող բոլոր բաղադրիչների կենսունակությունն ապահովող ազգային համտանգության ռազմավարություն, որն է կառավարական կառավարության ծրագիր, կուսակցությունների համար գործունեության ծրագիր, կառավարապետության, հասարակության բոլոր ինստիտուտների, այդ թվում նաև բիզնեսի, որպեսզի մենք հասկանանք, որ նա շահը մեր պետության շահի, եթե Իսրայելում գնանք հարցում անենք, հաստատ հասարակության մեծ մասը հոդաբաց ձևով կներկայացնի, որ նա իր պետության շահը։ Հետո տարբերությունները դուք տեսնեք դրանց հասնելու եղանակների մեջ, բայց երբ որ այսօր մեր հասարակությունում հարցում անենք, որ նա գլոբալ իմաստով հայ ժողովրդի ազգային համախմբության շահը, մենք որ պատկեր չենք ստանա, ցավոք, չենք ստանում։ Դու մարդիկ իջել է արդեն նշաձողը այնքան ցածր, որ նույնիսկ կենցաղային իմաստով մարդիկ դժվարանում են ձևավորել իրենց համար նպատակներ։ Այ մարդը չգիտի, մի տարի հետո ինչ անելու, ինչով ազբաղ, բիզնեսմենին հարցնում ես, չգիտի ինչով ազբաղվելու, ինչ անելու, ասում են, ես ինչ իմանամ, վաղ չեմ այսօր ինչ անելու, դու ինչ հարցեր ես տալիս։ Նույնը նաև քաղաքական համակարգին, այսինքն այս անորոշությունները առաջացնում են նաև շատ բարդ իրավիճակներ մեր կազմակերպվածության եւ պետական ինստիտուցիոնալ համակարգի համար։ Դա տեսնում են նաև մեր գործընկերները դրսում, ովքեր որ բարեկամ պետություններ են եւ բարեկամաբար տրամադրված ինչ-որ բաներ հուշում են, ովքեր որ ոչ կամ հակառակը բնականաբար շատ լավ օգտվում են այդ իրավիճակից եւ Հայաստանի Հանրապետությունը այդ իրավիճակում դառնում է խաղաղի աշխարհակաղական խաղաղի տարբեր ուժերի ձեռքով։ Եվ պատահական չի, որ այս քաղաքականությունը ողջունում են, իհարկե ողջունեն, խոսեն բարձրանք լավ քաղաքականություն, առաջ Հայաստանը գիտեր օրինակ ցեղասպանության ճանաչման, միջազգային ճանաչման քաղաքական գործընթացը, որ շատ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետության համարել է եւ անվտանգության ապահովման մեխանիզմ մի քիչ տենց կոշտ իմաստով ասած եւ նաեւ արտաքին քաղաքականության առաջնահերթություն, երբ որ 100-ամյակին 5 երկրի ղեկավարը գալիս, որից երկուսը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներ եւ դա արդեն ամբողջ աշխարհին ազդանշան է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի խոշոր երաշխավորներ իր այս քաղաքականության բարակայում։ Հայաստանի Հանրապետությունը կորցրեց իր երաշխավորներին, որովհետև եկավ մի քաղաքական ուժ, որը այդպես է մինչև այսօր հստակ աշխարհին չի ասում, թե որն է իր նպատակը, բացի Հայաստանի Հանրապետությանը վնասել։